Շարունակվում է առավոտ լուսով վիքենդը, սիրելի հեռուստադիտողներ, եւ ժամանակն է ողջունելու մեր այսօրվա առաջին հյուրին, որը առհասարակ խոսում է բոլոր այն թեմաների մասին, որոնց մասին շատ հաճախ մարդիկ անկախ հարթակից լռում են։ Իհարկե նրան շատ թեմաներ են անհանգստացնում, հուզումն առաջարկում է հետաքրքիր լուծումներ, բայց կանանց իրավունքները մշտապես նրա ուշադրության կենտրոնում են։ Մեր հյուրն է լրագրող, բլոգեր Զարա Ղազարյանը, իմ վաղեմի եւ հրաշալի ընկերը։ Ողջույն։ Ողջույն, սիրելի Զարա։ Ողջույն, շատ ուրախ եմ ձեր մոտ գտնվելու համար, այնքան sense դրական, տաք, չգիտեմ, միանգամից էմոցիաները դրական գնաց, այո։ Շնորհակալություն։ Ամենակարևորը, շնորհավորում եմ միամսյակի կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ժպտալու, գեղեցիկ լինելու, հոգով, սրտով եւ ֆիզիկապես առիթներ շատ ունենաս եւ դրական խոսքերը դու հետաքրքիր լուծումները, որ վերաբերում են այս կարևոր թեմային, լինեն անսպառ ու տարածական բոլորի համար։ Չէ, թեմաները թող չլինեն անսպառ, թող այնքան ամեն ինչ լավ լինի, ամեն ինչ այնքան լավ լինի, որ ես խոսելու որևէ բան չունենամ։ Զար, կանացի լավ թեմաները լավ թող լինեն անսպառ, այսպես։ Ամեն դեպքում ինչու են կանանց իրավունքների, կանանց պաշտպանության եւ առհասարակ կնոջ հետ կապված շատ ու շատ հարցեր քո ուշադրության կենտրոնում եւ հաճախ ես խոսում։ Միայն անկեղծ իրար հետ լինենք, արդյոք նաեւ դու քո վրա ես վերցրել այդ օրինակները, որոշակի դժվարություններ ինքդ ես հաղթարել, այդ իսկ պատճառով դրանք հիմք են, որպեսզի դու այսօր շատ ճիշտ տեղերում խոսես կանանց ու նրանց իրավունքների մասին։ Կանանց իրավունքների մասին խոսում եմ, որովհետև ինքս կին եմ եւ շատ հաճախ բախվում եմ խնդիրներին, սա շատ կարեւոր է, որովհետեւ օրինակ ես չեմ կարող ասել տղամարդիկ ինչ խնդիրների են բախվում։ Մոտավորապես կարող եմ ասել, կարող եմ պատկերացնել, բայց ավելի առանցքային եւ ինքսին վրա զգալու մակարդակով ես հասկանում եմ, որ կանանց իրավունքները շատ ոլորտներում խախտվում է եւ շատ կարեւոր է այն գիտակցումը, որ անկախ սոցիալական պայմաններից, անկախ կրթությունից, անկախ իրավիճակից եւ ոլորտներից կանանց իրավունքները խախտվում են։ Զար իսկ չի լինում դեպք, երբ կինն է խախտում մյուս կնոջ իրավունքը։ Իհարկե լինում է, մենք ապրում ենք այնպիսի սոցիումում, որ խտրականությունը ամենուր է եւ հաճախ շատ կանայք ցավալիորեն պետք է արձանագրեն, որ մտածում են, եթե իրենք փորձեն խախտել այլ կնոջ իրավունքները, գուցե իրենք ավելի ընդունելի լինեն լայն հասարակության կողմից, սա շատ կարեւոր եւ ցավալի խնդիր է, ելի գալիս է սոցիումի հիմնական այդ խտրական իրավիճակից, որ կարող է մի կինը մյուսի վրա ցեղ շպրտելով փորձի ինքը ավելի լավ դիրքում երևա, դա լավ օրից չեն անում շատ հաճախ, եթե ոչ միշտ։ Ու հատկապես սոցիալական մեդիայում մենք շատ հաճախ հանդիպում ենք այնպիսի օրինակների, երբ այս կամ այն իրավիճակում կինը դժվարանում է, իր փորձությունների մասին սկսում է պատմել ու հայտնվում են շատ աջակցող կանայք։ Բայց հակառակի դեպքում, երբ հաջողության է հասնում ինչ-որ մի կին, այդքան էլ մեծ բանակ չենք տեսնում հատկապես կանանց, որոնք կողքեվորեն, կօգնեն, աջակցեն, ինչով է սա պայմանավորված, Զարա։ Ինքս կդժվարանամ ասել, որ այդպիսի բան նկատել եմ, դրա համար նաև կդժվարանամ թեմայի մասին ընդհանուր առմամբ խոսել, բայց ինչ վերաբերում է վատ իրավիճակների հետ կապված, այսպիսի մի բան կա, որ շատ հաճախ, օրինակ, բռնության ենթարկվող կանանց, երբ որ մեկնաբանություններում այլ կանայք մեղադրում են, սա հոգեբանական այսպիսի շերտ ունի, որ այդ կինը այդպիսով փորձում է ինքն իրեն ապահովագրել լայն հանրության համար, այսինքն ասում է, տես, ես այսպիսինը չեմ, հանկարծ ինձ բռնության չենթարկեք, այսինքն հոգեբանական այդպիսի մի շերտ կա, բայց եկեք ավելի այսպես դրական կողմից խոսենք, որ մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ շատ դեպքերում ինքսելին վրա զգալով կարող եմ ասել, թե ինչքան մեծ է կանանց աջակցությունը, ինչքան մեծ է այդ թեկուզ իմ փոքր, այսպես ասած, հանրությունը, այդ 60,000 լսարանը, որը ես ունեմ, ես դա համարում եմ փոքրիկ կանանց համայնք, կանանց փոքրիկ համայնք, այս ձևակերպմամբ ասենք, որը ցանկացած հարցում մենք իրար աջակցում ենք, այսինքն որքան ես եմ փորձում տարբեր նյութերով, իրազեկող այսպես ռիլերով, այդ ֆորմատով ոգեշնչել եւ աջակցել կանանց, նույնքան էլ իմ լսարանի կանայք ցանկացած պարագայում փորձում են աջակցել ինձ։ Դեպքերի բերումով եղել են ոլորտներ, որոնք շատ ավելի խորքային ես ուսումնասիրել եւ պարզ է դարձել, որ օրինակ հատկապես այդ ոլորտում են կանայք պահանջում ավելի պաշտպանություն իրենց իրավունքների հետ կապված։
կոնկրետ ոլորտ կդժվարանամ առանձնացնել, որ ասեմ այս ոլորտում ավելի շատ է Իսկ եթե մի քիչ լայն իմաստով նայենք, օրինակ, չգիտեմ, կրթական, գիտական, մշակութային, Աշխատանքի, դե մինիմալից սկսենք կրթության ոլորտում, օրինակ ես շատ եմ հիշում, շատ հեռուստադիտողներ էլ հիմա կհիշեն, որ օրինակ ասում էին աղջիկ ես լավ սովորի, այսինքն տղան նորմալ չի, որ լավ սովորի, տղան նորմալ է, որ ուղղակի գնա դպրոց։ Գնա դպրոց, հա, դա էլ է լավ։ Աղջիկների դեպքում այսպես կողեն ամաչեցնել ասել, չգիտեմ, այս բանը մի արա, որովհետև աղջիկ ես, այսինքն դա դատապարտելի քայլ է, օրինակ, X բանը, վատ պահել է։ Այդ ոնց եղավ, որ տղայի դեպքում ներելի եւ ընդունելի է, իսկ աղջիկ աշակերտի դեպքում ներելի եւ ընդունելի չէ։ Կամ որ ասում են աղջիկ ես քիչ կեր։ Այսինքն նորմալ է, որ տղան անկանոն սնվի եւ անկանոն ուտի, ոչ։ Ուղղակի կան կարծրատիպեր, որոնք փաթաթում են կանանց պարանոցին եւ մենք ստիպված ենք կամ հանդուրժել այդ կարծրատիպերը, ինչին ես միանշանակ դեմ եմ, կամ ուղղակի փորձել ինքներս մեզ մեր կողքի աղջկան, մեր ծանոթ աղջկան աջակցելով, այսպես այդ կապանքներից ազատել եւ ասել, գիտես ինչ կա, եթե դու չտեղավորվես սոցիումի կողմից այդ դրվածքի մեջ, կարծրատիպերի մեջ, դու քո կյանքի որակը հաստատ ավելի լավը կլինի։ Դու կարող ես լինել այնպեսին, ինչպեսին դու ուզում ես եւ ապրել հրաշալի կյանք, եթե փորձենք բարձրաձայնել եւ փորձենք այնպես անել, որ յուրաքանչյուր կին ապրի ավելի առողջ շրջապատում եւ ավելի առողջ սոցիումում։ Չէ, ինչպես ես գնալով համոզվում եմ, որ Զարան իրերին շատ կտրուկ է նայում ամեն դեպքում, այո, եւ պետք է զգույշ խոսել ամ։ Արի ընդունենք, որ Զարան չի ասում, որ օրինակ տղամարդկանց չեն ասում նմանը եւ չեն նմանատիպ խտրական վերաբերմունքի ենթարկում, ինչպես օրինակ փոքր տղա երեխաներին չեն ասում, որ դու չպետք է լացես, որովհետեւ դու տղա ես, քեզ չի կարելի էմոցիոնալ պիկեր ունենալ եւ նմանատիպ այլ։ Դրա համար էմոցիաները իրենց մեջ խտանում են եւ հետո իրենցից թույլի վրա փորձում են ինքնաարտահայտ դառնում, հաստատվել։ Այո։ Բայց իհարկե, երբ խոսում ենք կանանց իրավունքներից, շատ շատերը միանգամից դրոշակ դարձրած ասում են, «Օ, նա ֆեմինիստ է» եւ սկսում են սարսափել, չգիտես ինչու, բայց Զարա քեզ հետ հատկապես շատ ասոցացնում են ֆեմինիզմը։ Այս գործունեության, հատկապես սոցիալական մեդիայում քո գործունեության ընթացքում դրանից փախչել չի կարելի։ Չեմ էլ փորձում փախչել բացարձակ։ Ինչպես է արձագանքում, երբեմն նաև սխալ ընկալման պատճառով նրանց թվում է, որ ֆեմինիզմը դեմ է տղամարդկանց, նրանց իրավունքներին եւ միայն կանանց ու առաջնորդ կանանց մասին է նկարագրում։ Ֆեմինիզմը ինքը այն շարժումն է, որ ասում է կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել կինը, հենց ընտրելու իրավունքի մասին, այսինքն ընտրել նշանակում է լինել այնպեսին, ինչպեսին ուզում ես, լինել այնտեղ, որտեղ ուզում ես, այսինքն եթե կինը այստեղ չի, որը ընդունված է դարերով էս մի տեղում է, ինչ որ կարծրատիպ է կոտրել, ինքը դրանից վատ կին չի դառնում բացարձակ։ Ինչ վերաբերում է ֆեմինիզմ եզրույթին, ես բացարձակ ոչ կաշկանդվում եմ, ոչ բարդույթավորվում եմ այդ բառից, ցավով պետք է նշեմ, որ շատ կանայք են բարդույթավորվում եւ փորձում են չնույնականացվել այդ եզրույթի հետ, բացարձակ ֆեմինիզմ ինքը հավասար հնարավորությունների մասին է ու շատ հաճախ ինձ էլ են ասում, ընդհանրապես ֆեմինիստի նման չես, ասում այդ ոնց պետք է լինի, ես արտաքին ինչպիսի հատկանիշներ պետք է ես ունենամ, դու ձեր ընկալումներով ես լինեի ֆեմինիստ, դա իհարկե տարիներ շարունակ այսպես եկած կարծրատիպ է, որ ֆեմինիստ կինը այս կերպարով է եւ այլն, ինչեւէ կարծրատիպերին չենք տրվում, հակառակ առաջ ենք շարժվում եւ փորձում ենք կոտրել ֆեմինիզմի հետ կապված կարծրատիպը, բայց քավլիցին պետք չի խորշել այդ եզրույթից, պետք չի խուսափել, պետք է ուղղակի հիշել, որ եթե ֆեմինիստական պայքարը չլիներ, ուղղակի ես այսօր այստեղ նստած չէի ունենա խոսքի իրավունք, չի ունենա կրթության իրավունք, կլինի ինչ որ մեկի սեփականությունը։ Դրա համար մենք այնտեղ որտեղ մենք այսօր ենք, դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք այն կանանց, ովքեր ժամանակին չընկրկեցին, չտրվեցին կարծրատիպերին, հարմարավետ կյանքին եւ դուրս եկան ու պայքարեցին մեր իրավունքների համար, այնպես որ ցանկացած կին ով խոսում է իր իրավունքների մասին, արդեն իսկ դա ֆեմինիստական դրսևորում է, այնպես որ պետք չի խորշել այդ բառից։ Իսկ եթե խորշում եք, չեմ կարող ինչ որ խորհուրդ տալ, ուղղակի ասեք, որ գիտեք ինչ կա, ես չէ, ոչ մի բան մի ասեք, չէ, մի խորշեք այդ բառից։ Դա հրաշալի։ Ես ունեմ առաջեք, եթե խորշում եք, փորձեք հասկանալ որտեղից է գալիս եւ ուր է գնում ֆեմինիստական շարժումը, որովհետեւ այո, եթե ժամանակին կանայք չպայքարեին իրենց իրավունքների համար ու հատկապես կանայք ոտքի չերնեին մի բռունցք դարձած, մենք չէինք ունենա ամենափոքրիկ կրթության իրավունքը եւ չէինք ունենա գիտելիքներ, որպեսզի հետագայում մենք էլ պայքարեինք եկող սերնդի կանանց համար։ Հա, ու շատ կարեւոր մի բան կա, որը շատ քիչ է լուսաբանվում եւ ես հասկանում
հասկանում եմ, որ դա լուսաբանման խնդիր ունի, որ հայ կնոջ կերպարը այսպեսին է, Քովլիցին։ Առաջին հանրապետության ժամանակ հայ, չեմ, խորհրդարանում 3 կին падգամավոր կար, այսինքն կանայք ունեցել են ընտրվելու իրավունք։ Դիանա Աբգարը հայ աշխարհում առաջին կին դեսպանն է, չգիտեմ, Մարիամ Շահինյանը ինքը Թուրքիայում առաջին կին լուսանկարիչն է, լուսանկարչական ստուդիա ուներ։ Հովհաննես Թումանյանի գործունեությունը մի հատ նայենք, Հովհաննես Թումանյանը ինքը իր աղջիկների օրինակով էր, այսինքն ինչպես էր ինքը դաստիարակում իր աղջիկներին, իր կողքին անընդհատ իր դուստրն էր, նա իր աղջիկների օրինակով էր փորձում կանանց կրթությունը բերել առաջին պլան այդ տարիների համար, դա ֆանտաստիկ բան էր, այսինքն կինը ոչ թե պետք է ստանա ուղակի բազային կրթություն, ինչպես լինել ճիշտ օրիորդ, այլ կինը պետք է ստանա այնպիսի կրթություն, ինչպիսին տղամարդն է ստանում, կինը պետք է ունենա առհասարակ եւ ինչպիսի եւ կինը ունենա իր կյանքի հետ կապված որոշումներ կայացնելու իրավունք, աշխատելու իրավունք։ Ֆանտաստիկ է ուղղակի Հովհաննես Թումանյանի գործունեության այս կողմը այնքան քիչ լուսաբանված է, այսինքն ոչ թե կնոջ կերպարը սա է կամ կանայք պատմության ընթացքում ոչ մի օգտակար բան չեն արել կամ շատ քիչ օգտակար բան են արել Քովլիցին, ուղղակի լավ չի լուսաբանվում։ Ում շնորհիվ այսօր կանայք ունեն երաժշտական կրթության հնարավորություն։ Կոմիտասի, երբ որ մենք նայում ենք Կոմիտասի երգչախմբում, Կոմիտասը մշտապես կանանց է ներառել իր երգչախմբում ու այսպիսի հրաշալի պատմություն ունենալով, պատմության այսպիսի հատված ունենալով, մենք փորձում ենք անընդհատ ստվերել եւ արժեզրկել ու ասել հայ կնոջ կերպարն այսպիսին է։ Ոչ, հայ կնոջ կերպարը այնպիսին է, ինչպիսին հայ կինը ուզում է, որ իր կերպարը լինի։ Այդպիսի կաղապարներ չկան, բայց ուղղակի կարելի է պատմությանը տիրապետել ու չարժեզրկել կնոջ հանրային դաշտում որոշում կայացնող լինելու այդ կերպարը։ Զարա համաձայն է, չէ՞ որ ժամանակը շատ արագ է թռչում, շատ եւ առհասարակ անցումային դարաշրջանը իրականությունը, որ մենք այսօր ունենք, շատ կտրուկ եւ արագ է փոփոխվում։ Այդպես է։ Հիմա մեր մտքերը, մեր գաղափարները կյանքի արժեքների եւ ընկալումների հետ կապված նույնպես շատ արագ են փոփոխվում եւ ընդհանուր մինչեւ մի քանի տարի առաջ եթե հնչեր այս արտահայտությունը, որ հայ հասարակությունը ապրում է կարծրատիպերով, գուցե ինչ որտեղ եւ էլի որոշ վերապահումներով լինեինք համաձայն, բայց ըստիս մենք այսօր չենք ապրում կարծրատիպերով, բայց գուցե եթե մտածենք, որ կան որոշակի քիչ տոկոս կարծրատիպեր, ըստ քեզ որոնք են դրանք եւ արդյոք այսօրվա ընկալումները հնարավորություն են տալիս կնոջը, որ այդ կարծրատիպերը խանգարեն նրանց։ Հայկ, դու բարեբախտաբար ապրում ես շատ առողջ փոքրիկ շրջանակի մեջ, այդ բաբլի մեջ, այդ բջակի մեջ, բաբլը շատ լավն է եւ դու տեղյակ ես, թե իրականում ինչ մակարդակի խտրականություն կա։ Որտեղ առհասարակ հայկական իհարկե եւ աշխարհում եւ Հայաստանը աշխարհի այդ նեգատիվ տենդենսներից այնպես չի հետամնում շատ թե քիչ, բայց ամեն դեպքում հիմնական այդ խտրականության փաթեթը, այսպես ասած, մեր իրականության մեջ էլ կա եւ եթե մենք ապրում ենք X պղպջակի մեջ, չենք բախվում այս խնդիրներին, ոչ թե խնդիրը չկա, այլ ուղղակի մենք չենք բախվում, այսինքն ես էլ մինչեւ ֆեմինիզմի մասին խոսելը, մինչեւ հանրային գործունեություն ծավալելը ինչ որ առումով բացարձակ պատկերացում չունեմ, որ Հայաստանի X վայրում կա աղջիկ, ում բարձրագույն կրթության չեն տալիս, ուղղակի, որովհետև իրենց ընտանիքում ընդունված չի աղջկա վրա ներդրում անել, որովհետև դա բավականաչափ ներդրում չէ, ձեռնտու ներդրում չէ, հա, բավականաչափ։ Այսինքն, այսպիսի օրինակներ քիչ չեն մեր իրականության մեջ։ Այսօր կնասպանությունը բավականին լուրջ խնդիր է մեր իրականության մեջ։ Բռնությունը բավականին լուրջ խնդիր է մեր իրականության մեջ։ Այն որ դա բավականաչափ չի լուսաբանվում կամ մենք այդ խնդրին չենք բախվում, դրանից խնդիրը ավելի փոքր չի դառնում։ Ցավոք, այսօր կան կարծրատիպեր եւ այդ կարծրատիպերը քիչ չեն։ Ցավոք այդ կարծրատիպերը ազդում են թե կնոջ կյանքի որակի վրա, թե տղամարդու կյանքի որակի վրա։ Բնականաբար մի քիչ ավելի քիչ, շատ տղամարդկանց ձեռնտու է հայրիշխանական համակարգը, բայց մեծապես այդ ազդեցությունը կա։ Ուղղակի շատ դեպքերում մենք չենք բախվում այդ խնդրին, բարեբախտաբար։ Բայց նաև կարծում ես, որ շատ դեպքերում մարդիկ տրվում են այդ կարծրատիպերին։ Ինչ առումով տրվում են, իհարկե տրվում են։ Որովհետև կարող են պարզապես կարծրատիպի կողքով անցնել
եւ ապրել շատ ավելի խաղաղ ու պաշտպանված բոլոր Օրինակ, իմաստներով։ մենք ասենք ես այս կարծրատիպին չեմ բախվում, ես այս կարծրատիպը ոչ թե կոտրեմ եւ անցնեմ առաջ, այլ կողքով անցնեմ ուղակի, որովհետեւ դա ինձ չի վերաբերում։ Գուցե բոլորը որ անցնեն ինքն իրեն կկոտրվի։ Ոչ, հակառակը, բոլորը որ ուղակի կխորանա անտեսեն, հակառակը, կարծրատիպը ավելի այսպես կխորանա։ Իրականում ես էլ ժամանակին, երբ որ ապրում էի իմ այդ առողջ բխբջակում, պատկերացում չունեի շատ խնդիրների վերաբերյալ, բայց եթե ես պատկերացում չունեմ, դա չի նշանակում, որ այդ խնդիրը չկա ու էսի նույնպես շատ ցավալի թեմա է սա, երբ որ X կինը կարող ասել բռնություն չկա։ Ես չեմ բախվում բռնության։ Ես երբեք բռնության չեմ ենթարկվել։ Եթե մենք չենք ենթարկվել բռնության, այդ խնդրի հետ չենք առերեսվել, դա չի նշանակում, որ այդ խնդիրը չկա։ Պետք է մենք լայն ուսումնասիրենք, իրապես գնահատենք իրավիճակը, ինֆորմացված լինենք, նոր այսպիսի կարևոր եւ առանցքային թեմաներից խոսենք, որովհետեւ սա այն թեման է, որ յուրաքանչյուր ուղակի ասված միտք կարող է արժեզրկել, կարող է կարծրատիպեր ստեղծել, կարող է բարդույթավորվել այն կնոջը, ով ապրում է բռնության մեջ։ Մենք իրականում նաև մեր եթերը օգտագործելով, հաշվի առնելով, թե տարբեր Հայաստանի մարզերից եւ Հայաստանից հեռու բնակվող նաև մեր հայրենակիցները որքանով են հետևում, բազմիցս անդրադառնում ենք այն բոլոր նախաձեռնություններին, նախագծերին, որոնք իրականություն են դառնում մեր երկրում, որոնք պաշտպանում են եւս մեկ անգամ կանանց, երեխաների, տղամարդկանց ու ընտանիքի իրավունքները, եւ այո, անգամ մարդու իրավունքների պաշտպանի հետ մի քանի զրույցի ընթացքում հասկացել ենք, որ մեր պղպջակից դուրս այդ խնդիրը կա, բայց միևնույն ժամանակ, եթե համեմատում ենք Հայաստանը աշխարհի մյուս երկրների հետ պետք է նաև դիտարկենք, թե ինչպիսի պատմական ճանապարհ են անցել հայ կանայք եւ ինչպիսին կարող ենք լինել մենք, օրինակ վերցնելով հենց նրանց, որտեղ է կտրվել այս կապը ըստ քեզ, որ մենք վերցրել ենք այս տարօրինակ կարծրատիպերը, հայ կնոջ, բռնության մեջ ապրող կնոջ, հոգեբանական բռնությունը բռնություն չհամարող կնոջ, այդ մայրիկների, որոնք այդ կերպ նաև դաստիարակում են աղջիկ երեխաների եւ հեռացել ենք այն կերպարներից, որոնք մեր ազգի լավագույն ներկայացուցիչներն են եղել ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Նախ ես ուզում եմ այն կանանց, ովքեր բռնության մեջ են ապրում եւ իրենք մտածում են, որ ելք չկա, ոչ, բռնությունից մշտապես ելք կա, ուզում եմ ցած հատուկ ընդգծել, որ դուք մենակ չեք, եթե անգամ մտածում եք, որ բավականաչափ աջակցություն չունեք ձեր նեղ շրջապատից, բարեբախտաբար կան թեժ գծեր, կան հավելվածներ, ես նշեմ հավելվածի անունը, Safe-You հավելվածը, որ ամբողջությամբ անվճար աջակցություն է ցուցաբերում կանանց, ուղղակի պետքա ներբեռնել հավելվածը, այնտեղ հոգեբանի աջակցություն, իրավաբանի աջակցություն, գինեկոլոգի աջակցություն, այսինքն բժշկական աջակցություն եւս կարող են ստանալ։ Այդ ամբողջը անվճար է, ընդամենը մեկ կոճակի միջոցով դուք կարող եք զանգահարել ձեր վստահելի կոնտակտին, ոստիկանություն, սա շատ կարեւոր է ու երբեմն այս ինֆորմացիայի պակասի հետևանքով շատ կանայք մտածում են, որ իրենք մենակ են, իրենք անելանելի իրավիճակի մեջ են, որ դուրս կան այդտեղից, ընտանիքն էլ մի կարծրատիպային ընտանիք է չի ընդունում, ամուսնալուծված աղջկան, տեղ չունի գնալու, ինչ անի։ Այսպիսի իրավիճակներում ելքը միշտ կա, կան մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ աջակցել մինչև անգամ, այո, մինչև անգամ ապաստարանի տրամադրումը, այնպես որ թեժ գծերը կան, կարող են զանգահարել, կարող են այդ աջակցությունը ստանալ եւ չհանդուրժել բռնությունը, ազատագրվեն այդ բռնությունից հանուն թե իրենց երեխաների, ուղղակի այսպես ինչքան շատ խոսենք այդ թեժ գծերի ու աջակցության մասին, այնքան շատ ավելի հանրօգուտ գործ արած կլինեն, որովհետեւ սա նաեւ ինֆորմացիայի պակաս է ինչ որ առումով, ինչ վերաբերում է կապը կտրվելուն, ես անկեղծ շատ եմ մտածել այս թեմայի հետ կապված, թե ինչպես եղավ, որ ինչ որ մի շրջան եղավ, post-սովետական շրջանը, երբ որ այդ կապը կտրվեց ու մարդիկ մտածում էին, որ կնոջ կերպարը այսպիսին է, հայ կնոջ կերպարը, ինչ որ այսպես առանձնացնում էին, բնորոշումներ էին տալիս, հանդուրժող է, զոհաբերող է, ինքնազոհող է, քավլից, ինչու պետք է կինը իրեն ինքնազոհի։ Ինչու այդ լավ կնոջ կերպարը ասոցացվում ինքնազոհողության հետ։ Բացարձակ ռազմի դաշտում հավասարը հավասարին պայքարող կանայք են։ Երեխան չի ուզում տեսնի երջանիկ մամայի, իհարկե ուզում է տեսնի։ Դրա համար ես էլ շատ եմ մտածել, որ հարցի պատասխան անկեղծ չունեմ, թե որտեղ կտրվեց կապը, բայց հիմա շատ լայն հնարավորություններ ունենք խոսելու այս թեմայի մասին, բարձրաձայնելու ու բերելու շատ կանանց օրինակներ, որոնք մեր պատմության այսպես տարբեր դրվագներում առանցքային գործունեություն են ծավալել ու
կարելի է ոգեշնչվել իրենցից եւ ասել, գիտեք ինչ կա, իմ անցյալը, այն իրականությունը, որից սկիզբ է առել այս բանը, հենց այստեղից է, հենց այս կնոջ կերպարն է, որ ես Զապել Եսայանը, հրաշալի կերպար, sense ես այնքան տարված եւ այնքան sense բազմակողմանի եմ ուսումնասիրել Զապել Եսայանի կյանքը ցավոք նրա մահը այսպես շատ դաժան պատմությունների հետ է կապված, բայց նրա գործունեությունը այնքան sense ֆանտաստիկ է, որ ասում ես ինքը հայ է ազգությամբ մեր իրականության մեջ եղել են կանայք, ովքեր այսպիսին են եղել, ինչու չոգևորվել հենց իրենից, չգիտեմ, կարելի է փոքրիկ այսպես ինֆորմացիան այնքան հասանելի է, որ փոքրիկ հետազոտություն անելու կարիք էլ չի լինի, կարելի է ուղղակի մտնել համացանց եւ անգամ շփվել արհեստական բանականության հետ մի քանի րոպե եւ հրաշալի կանանց օրինակներ կբերի, որոնք իհարկե քիչ չեն։ Եվ վերադառնալով ձեր լսարանին, ունեք շատ հետևողներ, ունեք մարդիկ, ունեք կանայք աղջիկներ, ովքեր գաղափարակից են, բայց շատ հաճախ ինչ բովանդակության նամակներ եք ստանում եւ օգտության ինչ ակնկալիքներ օրինակ ձեզնից կարող են նրանք ունենալ։ Կամ ստանում եք թե ոչ։ Հա, դե հետադարձ կապը շատ այսպես լայն է, շատ ակտիվ է լսարանի հետ եւ հիմնականում քննարկում ենք տարբեր թեմաներ, թե պատմական առումով, թե ինչ որ ինֆորմացիայի փոխանակման առումով, շատ հաճախ հարցեր են լինում հիմնականում վստահության պակասից ելնելով նաեւ fake էջերից է լինում, որ այս հաստատության հեռախոսահամարն է անհրաժեշտ, այստեղի հեռախոսահամարն է անհրաժեշտ, հիմնական եթե վերցնենք այս թեմայի հետ է կապված, բայց եթե այսպես ատելության խոսքին անդրադառնանք, երբ որ այս դաշտ մուտք ես գործում, պետք է ինչ-որ առումով պատրաստ լինես, բայց դա որևէ կերպ չի արդարացնում ատելության խոսքը, որովհետև եթե հանրային մարդ ես, չի նշանակում, որ քեզ կարելի է վիրավորել, բայց շատերի մտքում դա նստած է, որ դու հանրային մարդ ես, իհարկե պետք է վիրավորել, ու նորմ հանրային մարդը էմոցիաներ չունի, բայց ուրիշ կողմով եմ ասում, պետք է որոշակիորեն պատրաստ լինես, որ քեզ չլռեցնի, այնքան կարևոր է սա, որովհետև իմ արտաքինը թիրախավորելը ես միշտ մտածում, որ ինքը միտում ունի, որ ինձ լռեցնի, բայց ես այդ հաճույքը չեմ պատճառի եւ ոչ մի դեպքում ես չեմ պատրաստվում լռել։ Կնոջ արտաքինը օրինակ թիրախավորելը ամենահեշտ գործիքն է, շատ հեշտ գործիք է, որպեսզի նրա խոսքը, նրա գաղափարները արժեզրկես։ Ու հիմնականում կնոջ արտաքինը թիրախավորում են, ընտանեկան կարգավիճակը թիրախավորում են, որպեսզի լռեցնեն կնոջը։ Որովհետև, չգիտես, ինչ այդ մարդը մտածում է, որ կնոջ տեղը այդտեղ չի, ինչի է կինը խոսում աշխարհաքաղաքական թեմաներից կամ այս մյուս թեմայից, ուրիշ կնոջ իրավունքներից։ Հիմնականում ես կարծում եմ, եթե խոսենք թիրախավորումից, թիրախավորումը ունի միտում արժեզրկելու կնոջը եւ գլխավոր միտումը լռեցնելն է։ Ինչ վերաբերում է հետադարձ կապին, հենց գանք էստեղ կպնենք, որ հետադարձ կապը, դրական խոսքերը, արձագանքները, ինչ որ ինֆորմացիայի ճշտող նամակները ինձ տալիս են մոտիվացիա հասկանալու, որ այն ինչ ես անում եմ, պետք է ու չընկրկեմ այդ թիրախավորումից ու ասեմ, չէ, ես այս մարդուն դուր չեմ գալիս, եկեք չխոսեմ։ Բարև ձեզ, դուր չեմ գալիս, մինը պետք է անես, որովհետև կան լսողներ եւ ընկալողներ։ Եվ կան թեման սպառողներ։ Բայց իրականում այս թեման եւ առհասարակ կանանց իրավունքները կամ զառան այնպեսին, ինչպեսին հիմա կա իր բոլոր հետաքրքրություններով, միանգամից այսպեսին չես եղել ու ճանապարհ անցնելուց հետո ես հասել այսօրվան, եղել է երբեմն որևէ շրջան, թե տարիքային, թե աշխատանքի բերումով, երբ չես սիրել ինքդ քեզ, այն կարգավիճակ, այն աշխատանքը, որը դու անում ես, այդ ինքդ քեզ երջանիկ չզգալու եւ չընկալելու շրջանը անցել ես ու ինչպես։ Հա, իհարկե, այդ շրջանը առանց այդ շրջանի կարծում եմ այսքան կոփված հոգեբանորեն նյարդերով իհարկե չէի լինի, էմոցիոնալ են աճը, որ ես կարծում եմ, որ ես ապրել եմ այս տարիների ընթացքում, չէր լինի։ Իհարկե եղել են էտապներ, երբ որ ինքս ինձ չեմ ընկալել, ինքս ինձ չեմ սիրել, ինքս տրվել եմ գենդերային տարբեր կարծրատիպերի, մտածելով, որ այսպիսին լինելով ավելի եմ հաջողանում սոցիումին կամ այսպիսին չլինելով ավելի հեշտ կլինի իմ կյանքը ապրել եւ ինքս ինձ ռեալիզացնել, բարեբախտաբար ես հաղթահարել եմ այդ ամբողջ կարծրատիպերը ու հիմա ես շատ այսպես ինձ գնահատված կզգամ, արժևորված կզգամ որպես հանրային որոշակի գործունեություն ծավալող մարդ, եթե իմանամ, որ X աղջկան իմ գործունեությունը օգնում է, որ ինքը մի քիչ ավելի թեթև հաղթահարի այս կամ այն շրջանը կամ իմանա իր իրավունքները, որ ասի գիտես ինչ կա, իմ հետ պետք չի այդպես վարվել։
Դա արդար չի, դա ազնիվ չի։ Եթե ինչ որ մեկը ոգեշնչված իր ձայնը բարձրացնի եւ տեր կանգնի իր իրավունքներին, ես կարծում եմ որոշակիորեն իմ գործունեությունը արդարացված կհամարեմ, որովհետեւ երբ որ կար շրջան, երբ ես ինքս ինձ չէի ընդունում, այդ շրջանում ես շատ կուզենայի, որ լինեին այն բլոգերները, ես հետևեի այն բլոգերներին, որոնք այսօր գործունեություն են ծավալում։ Եվ դրանց մեջ մտնում եմ նաեւ ես, որովհետեւ այն թվականներին ինձ շատ պետք էր այս աջակցությունը անծանոթ մի աղջկանից, ով ասում է դու ունես իրավունքներ, նորմալ է, որ այս շրջանում քո արտաքինը քեզ չի գոհացնում, որտեվ այդպես լինում է, դա սոցիումի կարծրատիպերի հետևանք է, դա նորմալ է, որ դու բոլորին դուր չես գալիս, ով ասաց, որ մենք բոլորին պետք է դուր գանք, այսինքն այն этаպում, երբ որ ես էի ապրում էմոցիոնալ այդպիսի իրավիճակ, ես շատ ինձ օգնած կլիներ, այսպես ասեմ, եթե լիներ այնպիսի մեկը, այնպիսի մի բլոգ, ինչպիսին այսօր իմն է կամ այն մյուս մարդունն է, որ կարողանար դու հետևել եւ ավելի հեշտ լիներ այդ անցումը, բայց կարծում եմ պետք էր որոշակի այսպես կարծրատիպերի հաղթահարում հենց այդ ձևաչափով, որպեսզի դու կարողանաս անես այն գործունեությունը, որը այսօր անում ես, որտեղ եթե չլիներ այդ ճանապարհը, ես վստահ եմ, որ ես չէի լինի նա, ով կամ այսօր եւ չէի ունենա այն մտքերը, այն գաղափարները, որոնք ես ունեմ այսօր։ Այնինչ լինում է բարին է։ Ահա, միանշանակ։ Շատ լավ, եւ գնանք դեպի ամփոփում։ Շատ կարճ խնդրում եմ նախ մաղթանքդ եւ հետո վերջում արդեն ասես ինչ է պետք է վերջո կնոջը երջանիկ ինքնաբավ լինելու համար։ Խնդրեմ։ Ինչպես գեղեցկության մի բանաձև չկա ունիվերսալ, այնպես էլ երջանկության մի բանաձև չկա ունիվերսալ, դրա համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կին գիտակցի, որ ինքը կարող է եւ չասեմ պետք է, ես այդ բառը չեմ սիրում, եկեք ասենք կարող է ռեալիզացվել այնտեղ, որտեղ ինքն է ուզում, չտրվի կարծրատիպերին եւ գտնի երջանկության իր բանաձևը, ազատագրելով ինքն իրեն սոցիումի ճնշումներից եւ կարծրատիպերից, դրան հասնել է պետք որոշակի ճանապարհ անցնելով, բայց վստահաբար արժի այդ ճանապարհը անցնել։ Դրա համար շատ կարեւոր է եւ ինքս էլ իմ կողմից մաղթում եմ, ապրենք առողջ սոցիումում, ապրենք առողջ հասարակությունում, բռնությունից զերծ հասարակությունում, որտեղ կարիք չի լինի պայքարելու ընդդեմ, այլ կլինի օրինակ, չգիտեմ, պայքարելու հանուն, ինչ որ այսպեսի բանի, չնայած ես էլ իմ պայքարը համարում եմ ավելի շատ ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ Դրա համար հուսանք արդյունք կտա այդ պայքարը, եթե բոլորս փորձենք գտնել երջանկության մեր բանաձևը եւ դա պահենք ինքներս մեզ եւ չփաթաթենք դիմացինի պարանոցին, չտանք պատրաստի երջանկության բանաձևեր, մեր կարծիքը չպարտադրենք որևէ մեկին, գտնենք երջանկության մեր բանաձևը եւ փորձենք այլոց գտնել երջանկության իրենց բանաձևը կամ եթե չօգնենք, գոնե չխանգարենք։ Շնորհակալություն Զառա, եւս մեկ անգամ շնորհակալություն քո կատարած այն աշխատանքի համար, որը դու անում ես սոցհարթակներում եւ փորձում ես ու պաշտպանում ես այն կանանց իրավունքները, որոնց իրավունքները այս կամ այն ոլորտում խախտվում է։